Սամվել Կարապետյանին հունիսի 18-ին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը ազատելու հրապարակային կոչի հոդվածով, այս մասին հայտնում են գործարարի փաստաբանները, այն որակելով ապօրինի եւ նշելով, որ Կարապետյանը այն չի ընդունում։ Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել եւ գնահատել, դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ, ասել է փաստաբաններից մեկը։ Կարապետյանը երեկ իր տված հարցազրույցում պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ եթե չհաջողվի քաղաքական գործիչներին ինչ-որ բան անել, ուրեմն իրենք իրենց ձևով են միջամտելու։ Այս ամենից հետո Փաշինյանը սկսեց սպառնալից գրառումներ անել Facebook-ում 3 ժամ անց, իրավապահները շրջապատեցին Կարապետյանի առանձնատունը։ Գիշերը 3-ին էլ ոստիկանները Կարապետյանին տարան քննչական կոմիտե, որից հետո դատարան, սակայն թե ինչ կլինի վերջնարդյունքում դեռ հայտնի չէ։ Արդեն կան լոգիստիկ խնդիրներ, այս կերպ է հունիսի 18-ին մեկնաբանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Իրան-Իսրայել հակամարտության հետևանքները։ Նրա խոսքով Իրան-Իսրայել հակամարտության Հայաստանի վրա հնարավոր հետևանքների վերաբերյալ տարբեր շահագրգիռ գերատեսչություններ քննարկումներ են իրականացնում։ Հնարավոր բոլոր խնդիրներն ամենօրյա մոնիթորինգի են ենթարկվում, սցենարները եւ դրանցից բխող գործողությունները, պլաններ են մշակվում թե փախստականների, թե էներգետիկ, թե լոգիստիկ հնարավոր խնդիրների վերաբերյալ, ասել է նա։ Արտահանողները հունիսի 18-ին փոխանցել են, որ արդեն 10 օրից ավել է, ինչ Ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, այս պահին մոտավորապես 200 բեռնատար մնացել է Վրաստանի տարածքում, իսկ շուրջ 50-ը, որոնց հաջողվել է անցնել սահմանը, արդեն 3-4 օր է կանգ են առել Ռուսաստանի մաքսատանը։ Բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանոթվում գործընթացի խոչընդոտող պատճառների մասին, խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։ Թբիլիսին կասկածում է հայկական կոնյակի վրա, Երևանն էլ առաջարկում է փորձարկման համար նմուշներ ուղարկել երրորդ երկիր։ Հունիսի 18-ին Վրաստան է մտել կոնյակով լի ևս 33 բեռնատար, չնայած վրացի գործընկերները խոսացել են 50 մեքենա թողնել անցմանը։ Խորհրդարանում ասել է այս մասին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանը կարծում է, քանի որ կոնյակը տեղափոխվում է Ռուսաստան, այն չի կարող որակի ստուգում անցնել Վրաստանում որպես տարածքի երկիր։ Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը առողջական խնդիրների պատճառով որոշել է իր երեխաներին Ալլա Վիկտորիային եւ Մարտինիին ժամանակավորապես ուղարկել ԱՄՆ։ Նրա խոսքով այս քայլը թույլ կտա ընտանիքին կենտրոնանալ իր առողջության վերականգնման վրա, իսկ երեխաներին ապրել հանգիստ, ապահով եւ զարգացող միջավայրում։ Վերջին ամիսներին Կիրկորովը հիվանդանոցում էր գտնվում այվածքների պատճառով, իսկ հիմա անցում է բուժման եւ վերականգնման փուլ։